Ողջույն սիրելիներ, բարի գալուստ իմ ալիք, նրանք ովքեր նոր են միացել իմ ալիքին, պատրաստեք 1 գավաթ սուրճ ու միացեք ինձ, տեսնելու հավես սիրուն բաներ եւ վայելելու այս ամառային հաճելի օրը միասին մեր պատշգամբում սիրելիներ։ Թռչունների դայլալի ներքո եւ բնության գրկում մեր պատշգամբում։ Դե ինչ, վայելենք մեր մի գավաթ սուրճը եւ անցնենք գործի։ Շատ համեղ սուրճ է, ես այրաբիկա եմ սիրում սուրճի տեսակներից։ Կրկին ողջույն սիրելիներս, հիմա շատ արագ ցույց կտամ վերջերս ձեռք բերած այս գեղեցկությունը, այս գեղեցիկ զարդերը, քանի որ մեր մոտ շատ շոգ է 35 աստիճան, իսկ դա Ֆրանսիայի համար շատ բարձր ջերմաստիճան է, Հայաստանին համարժեք երևի 45-47 ջերմաստիճանն է եւ շատ դժվար է այդ պայմաններում նկարահանումներ իրականացնել, դրա համար խնդրում եմ ներող կգտնվեք, որ ես հաճախ դուրս չեմ գալիս եթեր։ Դե ինչ, առանց ժամանակ կորցնելու նայենք, այս մի քանի զարդերը այդքան էլ շատ չի այս անգամ տեսականին, բայց հետաքրքիր զարդեր են, դե գնացինք։ Սկզբում ցույց տամ այս հետաքրքիր բրոշը, պալատական պերսոնաժներով, շատ գեղեցիկ բրոշ է, կարծես արվեստի գործ, թանգարանային նմուշ, զգացվում է, որ շատ հին է, շատ հետաքրքիր է նայվում այս բրոշը, թեմատիկ բրոշ է, շատ հետաքրքիր է նայվում այս բրոշը, զգացվում է, որ հին բրոշ է, ես կվերագրեմ 50-ականներից 60-ականներ այդ ժամանակահատվածը, պալատական երկու պերսոնաժ, ժամերով կարելի է խորհել այս բրոշի շուրջ եւ կառուցել սյուժետ հետաքրքիր, ինչ որ գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմի տեսքով։ Շատ հետաքրքիր բրոշ է, արժանի է մեր ուշադրության։ Բայց կարող եմ ասել ամենօրյա բրոշ չի, թեմատիկ է, ինչ որ միջոցառման մասնակցելուց հնարավոր է այն կրել։ Ընդհանրապես Ֆրանսիայում ընդունված է, որ միջոցառումների ժամանակ թեմատիկ զարդեր կրեն, շատ հաճախ եմ նկատում նման սովորություն։ Դե ինչևէ, անցնենք առաջ, հիմա ցույց կտամ այն, ինչ արդեն երևում է սեղանի վրա դրված։ Ուզում եմ ցույց տալ այս բնական խխունջներով հիասքանչ բզնոցը, որը շատ լավ է կատարված, քանի որ խորը վինտաժային զարդ է, բայց նայեք ինչքան լավ է պահպանված, փականը ահա այսպիսին է, տակառիկ է կոչվում նմանատիպ փականը։ Երբ որ կամերայի մեջ ես անում գործողությունները, մի քանի անգամ դժվարանում է առօրյա կյանքում հեշտ թվացող ցանկացած գործողություն։ Կարծում եմ դա բոլորը գիտեն։ Շատ գեղեցիկ է, այս հատվածը կարծես շղթայի նման գործված լինի խխունջներով, դե կենտրոնական էլեմենտն էլ մի փունջ խխունջներ է, գեղեցիկ է նայվում պարանոցի վրա, կարճլիկ է, բայց շատ կարճ չի չոկերի նման, որ օրինակ ես խեղդվում եմ, չեմ կարողանում շատ կարճ բզնոցներ կրել, ինչպես նաև վադալասկաներ հագնել։ Երիտասարդ տարիներին շատ եմ կրել մշտապես վադալասկաները, ինչ որ երկար բզնոցով շատ էլեգանտ է նայվում, բայց հիմա չեմ կարողանում։ Ցույց տամ այս գեղեցիկ բզնոցը լուցիտային։ Նույն կնոջից եմ գնել այս երկու բզնոցները, խխունջը եւ այս կարմիրը, շատ էֆեկտնի զարդ է։ Եթե մոտեցնենք, մոտիկից նայենք, ոչ մի հուլունքը նման չէ հաջորդին եւ չի կրկնվում։ Ու շատ հաճելի է ձեռք տալ, որովհետեւ պլաստիկ չի, ապակի է, դուք զգում եք նաեւ ձայնից։ Եվ դետալները շատ գեղեցիկ են այս զարդի կատարված։ Հաջորդ թիվ ցույց կտամ այս գեղեցիկ բնական պերլամուտրից բզնոցը, որը շատ երկար է։ Ահա այսպիսի տեսք ունի, եթե նկատում եք բավականին խոշոր էլեմենտներով, ինչպես բնական պերլամուտրի կտորներ, այնպես էլ գեղեցիկ գունավոր, կամ ներկված պերլամուտրի կտորներ են, կամ էլ հուլունքներ են։ Իտալիայից եմ գնել այս բզնոցը, շատ գեղեցիկ է։
Շատ հետաքրքիր վզնոց է, շատ հիասքանչ կատարում։ Իրական կյանքում մի քանի անգամ ավելի շահեկան է նայվում հագուստների հետ համադրությամբ եւ սազում է բոլոր տիպի հագուստների հետ։ Այս գունային համադրությունը։ Շաշվենք առաջ եւ ցույց տամ հաջորդ բնական խեցու կտորներից թևնոցը, որոնք անկրկնելի են, յուրաքանչյուր էլեմենտ ունիկալ է եւ չի կրկնվում հաջորդիվ էլեմենտի հետ նույնությամբ, քանի որ ճիշտ է, կտրվածքով, չափսերով նույնն են, բայց նախշազարդերը պերլամուտրի տարբեր են, բնության մեջ ոչինչ երբեք չի կրկնվում։ Այս թևնոցը վինտաժային է, ես հիմա կհագնեմ, կնայեք։ Որքան է ինձ դուր գալիս այս բնական գույները։ Փայտային երանգներ էլ կա այս խեցու կտորների մեջ։ Այս թևնոցը համադրված է նաև արծաթագույն էլեմենտներով տեղ-տեղ, որը ավելի մոդայիկ տեսք է հաղորդում այս թևնոցին եւ կարող եք կռահել, ինչ գնեցի ես Լովիսա խանութից, երբ մենք այցելեցինք միասին այդ խանութ, ես գնեցի մեկ զարդ, ահա ինչ, փաթեթավորել են ճիշտ նույն ձևով, ինչպես ես ինքս եմ անում, տեսեք ինչպեսի թղթի մեջ, որ դա նախ էլեգանտ է, երկրորդ էսթետիկ է եւ երրորդ ամենակարևորը պաշտպանում է զարդը։ Այո, եւս մեկ պերլամուտրային կտորներից թևնոց, քանի որ ամառ է, ամառային տրամադրություն, ծովային թեման շատ ակտուալ է այժմ եւ ես գնեցի եւս մի թևնոց բնական պերլամուտրից, համեմատական կարգով եթե նայում ենք, ահա այսպես Իմ թևի վրայինը վինտաժային զարդ է, իսկ սա ժամանակակից, եկեք համեմատենք, կարծես կառուցվածքորեն նույն դետալներն են, նույն չափսերի կրկնվում են եւ նայեք այստեղ արծաթագույն էլեմենտներ է, այստեղ ոսկեգույն եւ փոքրիկ հուլունքներ։ Այսինքն լրիվ ինքը իրենով միայն խխունջ, լրիվ ամբողջական խեցու կտորներից պատրաստված թևնոց չէ, ավելի հետաքրքիր է նայվում, երբ որ կան ուրիշ էլեմենտներ թևնոցի վրա։ Եվ զեղչվել էր այս թևնոցը 60%, շատ հարմար էր գինը, իրական արժեքը 17 եվրո է, եւ քանի որ նյութը բնական է, ինքը արժե այս գինը։ Բայց իհարկե զեղչը ավելի հաճելի է, երբ զեղչով ես գնում, այդպես չէ, սիրելիներ։ Այս թևնոցը աղջնակիս համար է, իսկ սա իմ։ Մենք ամառը կկրենք միասին։ Շատ հետաքրքիր կառուցվածք ունի։ Համեմատենք նաև վինտաժայինի հետ, ներսից կառուցվածքորեն։ Ահա այսպես։ Սա իմ ձեռքին ավելի հանգիստ է նստում, որտեղ չափսով մի փոքր մեծ է նախորդ թևնոցից։ Հիմա կկրեմ, կտեսնեք։ Տեսեք, ավելի հանգիստ է նստում։ Եվ որքան հաճելի է բնական նյութերից թևնոց ունենալ, մաշկին դուր է գալիս ավելի, քան պլաստիկը կամ մետաղական ամռան շոքին, շատ հաճելի է բնական նյութերից, փայտից, խեցու կտորներից զարդեր կրել, դա է նկատի ունեք, ինչպես նաև խխունջներից։ Մի տեսակ ավելի եմ զովացնում մարմինդ, բացի դա դիսկոմֆորտ չես զգում, այսինքն եթե կրես այլ զարդեր, ինչ-որ կաշվի կտորներից, ինչ-որ արհեստական պլաստիկներից եւ նաեւ մետաղական զարդեր, սկսում ես քրտնել եւ քեզ կոմֆորտ չես զգում, իսկ ինձ համար կոմֆորտը առաջի տեղում է, հարգելիներս։ Հիմա ցույց տամ Avon-ից բոլորիդ քաջածանոթ այս բրենդից Գնել եմ մի վզնոց, արհեստական մարգարիտներ է սա, բայց այսօր թեմայի մեջ է, քանի որ մեր մոտ կարծես ծովային թեմա է այսօր։ Շատ հետաքրքիր վզնոց է, ահա այսպես իր վինտաժային փականով։ Շատ թեթև, չափսով կարծես համընկնում է այս բնական մարգարտե վզնոցի հետ, ավելի շատ, եւ չի խեղդում պարանոցի հատվածը, բայց կարճլիկ է նստում, շատ իդեալական չափս է ամռան համար, բայց չի բացառվում նաեւ ձմռանը փուլերի հետ կրելուց։
շատ հավես կնայվի։ Այ այսպիսի զարդերը ինձ համար կապ չունեն ամառային են, թե ձմեռային, որովհետև թե գարնանային, աշնանային, տարվա բոլոր եղանակներին էլ շատ լավ է նայվում։ Հիմա ցույց տամ մի քանի արծաթից զարդեր, արծաթե կտորներից։ Առաջինը ուզում եմ ցույց տալ այս վզնոցը, որը արծաթե է, ինչպես ասացի, եւ փորձեմ բացել, ինքը բացվում է։ Նմանատիպ կախազարդերը կոչվում է լոկետ, որտեղ կարող ես տեղադրել նկար փոքրիկի կամ սիրելի մարդու, կամ էլ օծանելիք, կամ շրթներ, ինչ որ կցանկանաս։ Փաթիլ հիշեցնող, ժանյակային նուրբ վզնոց, շատ էլեգանտ, բավականին երկար չափսի շղթայով։ Ցույց տամ մեկ այլ նրբագեղություն, փոքրիկ սրտիկ, արծաթյա փոքրիկ սրտիկ, նրբագեղություն, նրբաճաշակություն, ովքեր սիրում են նուրբ զարդեր, շատ փխրուն է դարձնում ավելի պարանոցը նմանատիպ վզնոցները, կարծես մի կետիկ լինի պարանոցի վրա։ Չերվոն արծաթից ունենք նաև այստեղ վզնոցը, իր թևնոցի հետ, պարան է կոչվում այս գործվածքը, և իսկապես նման է պարանի, իզուր չեն այդպես կոչում։ Դարձյալ կա պրոբան 925, ահա պրոբան 925, արկա է և վզնոցի վրա, և թևնոցի վրա, այստեղ նույնպես պրոբան արկա է թևնոցի վրա, 925։ Իսկ այս մյուս կոմպլեկտը, նայեք ինչքան նուրբ շղթա ունի, լոբստեր փականով, և այստեղ նույնպես արկա է պրոբան 925, ականջողերը նույնպես շատ գեղեցիկ, փոքրիկ նրբիկ ականջողեր են, ինչպես կախազարդը, նուրբ զարդեր սիրող կանանց համար և երիտասարդ աղջիկների շատ գեղեցիկ է։ Կարծես պարանոցի վրա մի կետիկ, այդպես է թվում նմանատիպ կախազարդերը, կան մարդիկ, որոնք շատ են սիրում նմանատիպ կախազարդեր և հատուկ իրենց ընտրությունը մշտապես կայացնում են նմանատիպ զարդերի վրա։ Դե ինչ հարգելիներս, այս փոքրիկ տեսանյութով ես որոշեցի դուրս գալ եթեր, որպեսզի երկար չլինի իմ բացակայությունը, մնացեք ինձ հետ կրկին հանդիպելու նպատակով, իսկ նրանք, ովքեր նոր են միացել իմ ալիքին, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակոճակը, որպեսզի բաց չթողնեք ոչ մի տեսանյութ, մեզ հետ շատ հետաքրքիր է, մնացեք մեզ հետ, կհանդիպենք շատ շուտով, à bientôt, à très vite, au revoir, ցտեսություն։